Ոսպե ու քարե խարիսկ, սիրավոր սիրտ իմ Հայաստանը, իմ Հայաստանը ուրիշ երկիր է, լուսաշող ծիր է իմ Հայաստանը, ամրակուր ժայռ է, դրախտավայր է, ինձ հայր ու մայր է իմ Հայաստանը, իմ Հայաստանը ուրիշ երկիր, քաղցր թմբիր իմ Հայաստանը, անհակարոտ է, սրտի անոթ է, ուրիշ աղոթք է իմ Հայաստանը։ Արեղծվածներից, մերնող ու հարնող մեր աստվածներից, մեր համբերության քարե բերդերից, նահատակների սուրբ մասունքներից, օջախի բոցից, ծխանի ծխից, գովոքուց ելնող այն մարախողից, որից ազգերն են ծնվում աշխարհում, Հայաստան աշխարհ, դու հրաշալի ու մեծ հարություն, անվերջանալի արարողություն, իմ դուսեր վայան, իմ հպարտություն, իմ բախտ, իմ հավատ և իմ զորություն։ Բարիտոնական ողջույն օրհաճն համայնքի հարգարժան հյուրեր, հարգելի հայրենակիցներ, մեր սահմաններն ասասապահ և պահպանող ազգի նվիրյալներ։ Ուրախ ենք ողջունել ձեզ այսօրվա տոնական միջոցառմանը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին և մաղթում ենք ձեզ բարձր տրամադրություն։ Առանձնատուկ շնորհակալություն ենք հայտնում Նոր Հաճն համայնքի ղեկավար պարոն Գագիկ Մաթևոսյանին, նրա հոգատար աշխատանքի, անսպար նվիրումի համար, ում հետևողական գործունեության արդյունքում մշտապես իրականացվում են համայնքային միջոցառումներ։ Այսօր իրենց ներկայությամբ մեզ են պատվել Նոր Հաճն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն Քահանան, և Նորգեղի բնակավայրի Սուրբ Հովհաննես եկեղեցու հովիվ Տեր Շահան Քաքարը։ Սիրով խոսքը փոխանցենք Տեր Շահան Քաքարը։ Բոլորս ոտքի կանգնենք, տերունական աղոթքով սկսենք մեզ համար այս սուրբ միջոցառումը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր,
որ հերգինս ես սուրբ եղիցյան քո, եկես սե արխայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եղելլի, ըսած մեր հնաբազոր տուր մեզ այսօր, և թող մեզ պարդիս մեր, որպես և մեկ թող մերոց պարտավանած, և մի տանիրս մեզ իպորցություն, այլ պրգյաց մեզ իչարել, զիքոյ արխայություն և զորություն և պահ հավիդյան սամեն, պահպանիչ և հույս աղադացելոց Քրիստոս աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, Հայաստան աշխարհս, ջոս հայոց, և պահապանքն Հայաստան աշխարհիս, և սահմանքն Հայաստան աշխարհիս, սուրբ և պատվական խաչիրոքորի խաղաղության։ Իրենց ունեցած ամենաթանկն ու եզակին իրենց կյանքը տվեցին այս անկախությունը պահելու ունենալու համար։ Խոնարհումս նախ իրենց, խոնարհումս բոլոր մայրերին, ովքեր ծնեցին այդ հերոսներին, և փառք ու պատիվ այն բոլոր հայերին, որոնք իրենց քրտնաջան աշխատանքով պահում ու պահպանում են այս մեծագույն մեր տոնը, անկախությունը։ Մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-րդ տարեդարձը, խորապես գիտակցելով այդ դրվա նշանակությունը և պարտականությունը մեր երկրի և ժողովրդի առաջ։ Անկախությունը մեր հավաքական կամքի, պայքարի և զոհողությունների արդյունքն է։ Այն մեր ազգային ինքնության, արժանապատվության և պետականության ամուր հենասյունն է։ Այսօրը ոչ միայն տոն է, այլև կարևոր պարտավորություն, արժանավայել կերպով պահպանելու և փոխանցելու անկախության ոգին գալիք սերունդներին։ Մեր առջև դրված է պատասխանատու առաքելություն, միասնական և համախմբված ջանքերով շարունակել հայրենիքի զարգացման ու զորացման ճանապարհը։ Համոզված եմ, որ մեր միասնությամբ, ստեղծագործ աշխատանքով և հայրենիքի նկատմամբ սիրով կկարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության լուսավոր ապագա։ Մեր համայնքը Հայաստանի զարգացման շղթայի կարևոր օղակ է։ Ուստի համատեղ աշխատանքով, փոխվստահությամբ պետք է շարունակենք կերտել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն ապահով, պաշտպանված և գնահատված։ Թող խաղաղություն և համերաշխությունը մշտապես ուղեկից լինեն մեր ժողովրդին։ Թող մեր հայրենիքում իրեն առաջընթացը, բարեկեցությունը և հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Թող անկախության տոնը լինի մեր միասնականության և հույսի խորհրդանիշը։ Անկախության տոնի այս նվիրական օրվա առթիվ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և կայունություն։ Շնորհավոր տոնը, Հայաստան։ Հարգանքով նոր հաճանամանքի ղեկավար Դավիթ Մարտիրոսյան։ Մասին հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։
Շնորհակալություն։ Ույսերուս երկաթե սանդուղի կատարմերն է, որ ավետիս ես կարծեք եմ։ Մոխիներու, թիատներու և վշտերու հովիդներն է, որ հասայինք ես։ Եվ ավախ, կրամիթիս թեզանիքներեն իմ շքեղ ծեղի սարյոնն անավասինք, դեր կթորա, բայց քայլերս անխոնջ, կամքս գերհզոր, և ձայնս թաժանորեն ամեի, աչքերս թյութազնիմ աչքերու պես կրակոտ, բարձրացուր ձեռքերդ, և սանոն գիշերվա կամարներու կակույտներուն կարկա է, և պարազարթե գլուխը սարավոտյան աստղերու կույրով մլուսածոր, և անմահության տաճարներեն են պարագերտը կարոցում, ծնրադրե և պաշտե զիս, և ժամը հասնե ողջակիզվե ինձի համար, ու բժե քու հողերնի ճակատդ, իմ տաճարիս մարմարներուն թիմած, որովհետև ես եմ, իմ անունս է պայքար և վախճանս, վախտանակ։ Ձերբերոց ապարությունները նարիվարային համույթին գեղարվեստական ղեկավար և կառուցույց Ֆիլիպ Դանելյան և իհարկե ակրոսպորտի մարմնամարզության և գիմնաստիկայի մարզիչներ Վահե Սարգսյանի և Սպարտակ Զադորյանի։ Ալելույա
հիշատակած միակ երկիրը։ Ձեր ծափարություններով հիմա արտակադրամադրենք նոր գեղի արվեստի դպրոցի երգչախմբին։ Salisa
ցանկացության է նվիրված։ Գնացի։